Հոր եւ Որդու եւ Ոգու Սրբո, ամեն։ Արեգակը ծագում է, իր շրջանը, իր պտույտը կատարում եւ վերադառնում իր տեղը, որտեղից որ ծագել էր։ Այսպես է ասում Սողոմոն իմաստունը։ Արդարության արեգակը մեր Տերն է Հիսուս Քրիստոս, որ ծագում է Հոր Աստծուց, ծագում է արեգակը, ճառագայթ է եւ պտտվում է իր շրջապտույտը կատարելով, վերադառնում է կրկին Հոր Աստծո ծոց, Հոր Աստծո աջ կողմը։ Այսօր մեր Տերը Հիսուս Քրիստոս վերադառնում է, համբարձվում է երկինք եւ գնում է այնտեղ, որտեղից որ եկել էր։ Քրիստոսի ամբողջ տնօրինական խորհուրդը, ծնունդը, մկրտությունը, չարչարանքները, խաչելությունը, թաղումը, հարությունը եւ երկինք համբարձվելը սքանչելի օրինակներ են մեզ համար։ Եվ Սուրբ Կույսից ծնվեց մեր Տերը Հիսուս Քրիստոս, մեզ կուսություն եւ սրբություն սովորեցրեց։ Եվ դրվեց մսուրի մեջ, խանձարուրի մեջ փաթվեց, մեզ աղքատություն սովորեցրեց, աղքատասիրություն սովորեցրեց։ Եվ աշխարհում շրջեց, ավետարանը քարոզեց, նախատինքներ ու արհամարանքներ կրեց, մեզ համբերատարություն եւ իմաստություն սովորեցրեց, որպեսզի մենք էլ Տիրոջ անվան համար բոլոր նախատինքները սիրով կրենք, ինչպես Քրիստոս համբերությամբ կրեց այդ բոլորը։ Երբ խաչին բարձրացավ, մեզ նահատակություն, զոհաբերություն սովորեցրեց։ Եվ երբ մեռելներից հարություն առավ, մեզ հաղթանակ խոստացավ։ Եվ երբ այսօր երկնքի արքայությունն է համբարձվում, Հոր Աստծո աջ կողմն է բազմում, խոստացավ, որ աթոռը դատողական պետք է դնի Հոր Աստծո աջ կողմին եւ դատի բոլոր ազգերին, հաստատեց, որ արդարությունը պետք է հաղթանակի, որ աստվածային արդարությունը այսօր աթոռով հաստատվեց, որտեղ Քրիստոս բազմեց Հոր Աստծո աջ կողմին, մեկ անգամ էլ է բազմելու, երբ որ գա իր հոր փառքով դատելու բոլոր մարդկանց։ Այսօր ուրեմն դատողական աթոռն է հաստատվում երկնքում, մեզ խոստանում է, որ արդարությունը կհաստատվի երկնքում ու երկրի վրա։ Երբ մեր Տերը տնօրինական խորհուրդներն էր կատարում, հրեաները անընդհատ բամբասում էին, անընդհատ չարախոսում էին, երբ Սուրբ Կույս Մարիամը Սուրբ Հոգու ցղացավ, սկսեցին բամբասել, չարախոսել, որ Մեղաստծո շնությամբ է այդ ծնունդը։ Բայց երբ որ Հովսեփը վերցրեց իր մոտ եւ Սուրբ Կույսին պահեց ու պահպանեց, սկսեցին բամբասել, թե Հովսեփից է, Սուրբ Հոգուց չէ։ Երբ Հիսուս ծնվեց, լույս աշխարհ եկավ, ասացին հրեաների թագավորն է, Հերովդեսը հետապնդեց Քրիստոսին եւ ուզում էր սպանել, բայց չկարողացավ, որտեվ հրեշտակը Հովսեփին ասաց, վերցրու մանկան եւ փախիր Եգիպտոս։ Երբ Քրիստոս ավետարանն էր քարոզում, ասում էին իրավունք չունես ավետարանը քարոզելու, որովհետև կրթություն չունես, որովհետև փարիսիչի չես, օրենսգետ չես, քահանա չես։ Ով քեզ այդ իշխանությունը տվեց։ Եվ երբ մեր Տերը կնքվեց գերեզմանում, ասացին կնիքը խախտվել է։ Երբ հարություն առավ, ասացին աշակերտներն են գողացել։ Բայց այսօր երբ փառքով երկինք է համբարձվում, փակում է բոլոր չարախոսների ու բամբասողների բերան, որտեղ աստվածային փառք այսօր երևաց, երկինք է վերանում հրեշտակած դասերով, մեծ զորությամբ է գնում, սուրբերի ու արդարների հոգիների բազմությամբ է գնում մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Երբ Քրիստոս խաչվեց,
առաքյալները շատ տխրեցին։ Երբ որ հարություն առավ, մխիթարվեցին։ 40 ժամ էր Քրիստոսի խաչելությունից մինչև հարություն։ 40 օր Տերը մխիթարեց այդ 40 ժամվա փոխարեն։ 40 օր արտասվեցին առաքյալները, իրենց վարդապետին, իրենց տիրոջը, իրենց ուսուցչին էին կորցրել եւ այդ 40 ժամվա փոխարեն 40 օր մխիթարեց մեր Տեր իր առաքյալներին, տեսավ, խոսեց ամեն կիրակնամուտին, ամեն շաբաթ երեկո երևաց իր առաքյալներին եւ հաստատեց իր հարությունը, մխիթարական խոսքեր ասաց եւ զորացրեց նրան, իբրև մանուկների կրթեց, դաստիարակեց, զորացրեց։ Եվ երբ այսօր երկինք է համբարձում մեր Տերը Հիսուս Քրիստոս, առաքյալները կատարելապես մխիթարվեցին եւ ուրախացան, ինչպես Գործք առաքելոցն է ասում, թե ուրախությամբ վերադարձան Երուսաղեմ։ Այսօր այդ կատարյալ ուրախությունը այլևս չի լքելու առաքյալներին, որտեղ գիտեն, որտեղ Քրիստոս իրենց հետ է։ Մինչև համբարձումը առաքյալները դեռևս հեթանոսների մեջ ավետարանը քարոզելու իշխանություն չունեին, մկրտելու տիեզերական հրամանը դեռևս չեն ստացել, բայց այսօր, երբ մեր Տերը երկինք է համբարձվում, դիմում է առաքյալներին ասում. գնացեք բոլոր ազգերին ավետարանը քարոզեք, սա տիեզերական իշխանություն է Աստծո խոսքը քարոզելու, եւ հենց այս տիեզերական քարոզչության իշխանությունը ստացավ եկեղեցին առաքելական հաջորդականությամբ, եւ առաքյալները Տիրոջ պատգամի համաձայն հենց այսօր համբարձման տոնին ամբողջ աշխարհին բոլոր ազգերին ավետարանը քարոզելու իշխանություն ստացան, նաեւ մկրտելու իշխանություն ստացան, մկրտեք բոլորին Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով, եւ նաեւ ձեռնադրելու իշխանություն ստացան, որովհետեւ այսօր առաքյալները հայրապետներ դարձան, որպես եպիսկոպոսներ ձեռնադրեն, որպես եպիսկոպոսներն էլ քահանաներ ու սարկավագներ ձեռնադրվեն։ Այսօր համբարձման տոնին եկեղեցու նվիրապետական կարգը հաստատվեց, հայրապետից մինչև սարկավագ, մինչև սպասավոր վերջին եկեղեցու։ Հենց այսօր այս տոնին, համբարձման տոնին կարգավորվեց եկեղեցու նվիրապետությունը, սկզբից մինչև վերջ։ Եվ երբ Քրիստոս երկինք էր համբարձվում, այս երկնային խորհուրդը նաև հրեշտակներին բացահայտվեց։ Եկեղեցու նվիրապետական աստիճանը հաստատվեց հայրապետից մինչև դպիր եւ Քրիստոսի համբարձման խորհուրդը երկնքում բացահայտվեց հրեշտակից մինչև աթոռք, որտեղ ինչպես հայրապետական նվիրապետությունն է 9 աստիճան, այնպես էլ հրեշտակած դասերն են 9 աստիճան։ Եթե աստվածային խորհուրդները աթոռքից հասնում են մինչև հրեշտակներ, այսօր հակառակ հաջորդականությամբ հրեշտակներից Քրիստոսի համբարձման խորհուրդը հասնում է մինչև աթոռք։ Քրիստոսի համբարձումը նախ հրեշտակները սովորեցին, այնուհետև հրեշտակապետերը, այնուհետև պետերը, այնուհետև իշխանությունները, զորությունները, տերությունները, սերոբեները, քերոբեները եւ աթոռները։ Այսօր Տերը իր աստվածային նախախնությամբ, իր իմաստությամբ փոխեց կարգը աստվածային իմաստության եւ աստվածային տնօրինական խորհուրդների բացահայտման։ Հրեշտակներից մինչև աթոռք, մինչ այդ աթոռքից մինչև հրեշտակ էր, այսօր հրեշտակներից մինչև աթոռք։ Այսքան քանչելի խորհուրդներ բացահայտվեցին Քրիստոսի համբարձմամբ, եւ մենք էլ միանում ենք հրեշտակներին, հարություն առած զորքերին, սուրբերին,
եւ փառաբանում ենք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հրաշափառ համբարձումը։ Քրիստոս համբարձավ փառոք արհայտ, ձեզ եւ մեզ մեծ ավետիս։ Օրհնյալ է անվասում։